Ադրբեջանցիներին, թուրքերին, մեկը մյուսի հետ նորմալ հարևանություն անել, եղբայր ազգեր կան, եղբայր պետություններ կան, եղբայրություն անենք, երբ որ ես ասում եմ, մեր եղբայր վրացիները, բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարևան Ադրբեջանը եւ Թուրքիան, վերցնում են այդ բառերի փոխարեն հանրապետությունները փոխում են, ասում են ասած, որ բարեկամ եղբայր Թուրքիա, մեր եղբայր հարևան պետությանը, վրացիներին, աբխազներին, ասետներին, ադրբեջանցիներին, թուրքերին։ Հիմա այս շատ լավ է, որ ասում եմ մեր եղբայր պետությունները, ադրբեջանցին, Թուրքիան, չէ՞։ Հիմա տեսեք, ինչի ասում եղբայր։ Եթե դու դրանց հետ ազգակցական կապ չունես, ինչի՞ ես ասում մեր եղբայր։ Դու գիտես, որ եթե էլի դու համարվեիր ըստ ձեր գիտակցության, որ արմենական ազգի ներկայացուցիչ ես, դու չէիր ասի մեր եղբայր, ձեր եղբայր էլի ադրբեջանցին, թուրքը, այսինքն թուրքն ու ադրբեջանցին ձեր աղբերներն են։ Հետո հիշում եք, չէ՞, ես 102-ով ուղիղ եթերի ժամանակ հաղորդում տվեցի առայն, որ Փաշօղլու ագարկամերը թուրքը։ Իդեպ, հերնել էլ չի բերնա իրականում։ Դրա ագարկամերը ժամանակին, որ սկսել էր հրապարակել, որ Փաշօղլու իսկական հերը հանդիսանում է Էլչիբե, նրանք կողմ են գժանոց, որ իր ասածները իրավական կարգավիճակ չունենան, իրավական հիմք չունենան, իրավական հետևանքներ չառաջացնեն։ Այդ դրա համար նրան գժանոցում էլ թաղեցին, սրսկեցին, դարձրեցին հոգեկան, դարձրեցին գիժ ու ընդհանրապես վերացրեցին։ Փաշօղլու համ ագարկամերն է թուր, համ էլ հերն է թուր։ Դրա մասին ես փաստագրական տվյալները ներկայացրել եմ ձեզ, ներկայացրել եմ նաև համակարգ կոչվածներին, բայց ի զարմանս նաև, այսինքն ինձ համար զարմանալի չի, շատ ընկերներիս զարմացած են, որ որևիցե ընթացք չկա։ Հետո եւս մեկ այլ հանգամանքներ, Փաշօղլուն ով բերեց, չէ՞ որ Խերժոն հանդիսանում էր ազգային անվտանգության, ներքին գործերի նախարար, ոնց կարող է պատահի Խերժոն այդ ագարկի մասին տվյալներ չունենա, հա։ Հարց եմ տալիս։ Ոնց կարող է պատահի քորը, որ աճեցրել էր այս ագարկեքին, դրա մասին ինֆորմացիա չունենա, հա։ Ոնց կարող է պատահի ազգային անվտանգությունը, դադաղազությունը, ֆլան-ֆստանը, դրա մասին ինֆորմացիա չունենա, հա։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է մի փաստ, որ բոլորն էլ փաստացի ունեն թուրքական, թրքաջհուդական ծագում եւ այդ իսկ պատճառով բոլորը թաքցնում են եւ բերում են այն երևույթներին, այն պոռնկացիներին, ովքեր թուրքի ջհուդի քուլված են, ովքեր ոչ թե ազգային է, արմենական ծագում ունեն, այդ պարզապես թուրքաջհուդի քունված գանդոններ են, բազմակի օգտագործված գանդոններ, որովհետև բոլորը գիտեն, Խերժոյի տվյալներն էլ գիտեն, Ռաուֆի հերն էլ է թուրք, մերն էլ ագարկա, Ռաուֆի ինքը Ռոբիկ Քոչարյան աղբերը Ադրբեջանում է, Թուրքիայում է, քուրը Ադրբեջանում է, Թուրքի հետ ամուսնացած 4 հատ էլ երեխա ունի։ Խերժոն Ադրբեջանի շկոլան ավարտել, պարտ շկոլան ավարտել, հանդիսանմանդի կագիբի գործիք։ Ռաուֆը հանդիսանում էր շիստյորկա, որը չամադաններ ա կարե Թուրքի։ Քորը
ինքը Խալիլով Լենդրոշը, ինքը Կազբեկը, KGB-ի բոզդը, դրա հերնել է թուր, այդ դրա համար է բերում են նշանակում են, ինչի ամա, ինչ է դա նշանակում, հա, ասում են վզգոյի պապն էլ է թուրք ջհուդ, դրանք էլ են ֆրանկ մասոններ, Փաստացի ովքեր եղել են իշխանություն կոչվածի, որտեղ իշխանությունը իրականում մերն է, մեր ազգինն է, հանդիսանում են թրքաջհուդներ, մասոններ, մասոնական օթյակի գործակալներ, նույն գարեգին բներ, նույն մնացած տերտերներն են, բոլորն են մասոններ են, ու ծառայում են ոչ թե մեր ազգի պետության շահերին, այլ ծառայում են իրենց տերերի շահերին, նրանց ծրագրերին։ Սա է իրականությունը։ Հիմա բայց մի ուրիշ խնդիր։ 1991 թվականից ըստ փաստաթղթերից բոլորը դա հրապարակային ներկայացնում են, թե մամուլ կոչված ագռկեքը, թե զգանդոնները, իրենց ազգային ախորի բեմարտակից և տարբեր, ասենք, լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանի ընթացքում, որ հիմքում ընկած է Ալմաթայի հռչակագիրը, հիմա հարց, եթե հիմքում ընկած է Ալմաթայի հռչակագիրը, որի վերաբերյալ ես Թեքեյան կենտրոնում հրապարակում էի փաստաթղթերը, ու այն FSB-ի գանդոնը, գնդապետ կոչված Վոռատուն, տեղից դուրս եկավ, ագանջներում դրած էր, ցուցումը տված էր, ու եկավ խանգարեց, որ փաստաթղթերը չհրապարակվի։ Հիմա քննիչ կոչվածը, ժաշտամ դրա գանդոն բերանը, զանգում եմ փախնում է։ Զանգում եմ ես գանդոն քննիչին, 2 ամիս փախածը։ Փախածը չի վերցնում հեռախոսը, գնում եմ դուրը ծեծում է, պիդարացը չի բացում։ Դուք պատկերացնում եք ինչ աստիճանի փախած են, ինչ աստիճանի վախեցած են, ինչ աստիճանի փաստեր են, որից որևիցե մի համակարգ չի կարող փախչել, չի կարող դա անտեսել, չի կարող դրան լուրջ չվերաբերվել, այդ դրա համար էլ պարտակում թաքցնում են, որով հիմնավորում են նաև, որ բոլորը այդ համակարգերի մեջ են, որ բոլորը հանդիսանում են նույն թրքաջհուդական գործակալական ցանցի գործակալները։ Ու տեսեք 1991 թվականից արդեն իսկ ստորագրված է որպես Արցախը, որպես Ղարաբաղ, Ադրբեջանի տարածք, գոյություն չունեցող Ադրբեջանի տարածք։ Բայց այն ժամանակվանից 91 թվականով տարել մեր ոսկի սերուցքին զոհաբերել են, ցեղասպանել, գենոցիդի ենթարկել։ Պետ բյուջեն ֆինանսավորել է Ադրբեջանին, հանդիսացել է Ադրբեջանի դոնորը։ Սա պետական դավաճանության միջազգային հանցագործության փաստեր է։